ամեն գնով ուշադրություն հրավիրել ձեր ուժի վրա։ Դրա ՕԳԳ-ն որքանով է բարձր ձեր գնահատմամբ։ Նայեք, ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր կամք ենք դրսևորում, սենց գործողություններով, ցույց տալով, որ մեր քաղաքացիներին ինչքանով ենք տարբերվում մենք այլ քաղաքական ուժերից։ Որովհետև եթե դու ունես պայմանական վարչական ռեսուրս կամ լիքը փող, հեշտ է համերգներով, տաշտմբլներով կազմակերպել քարոզարշավ։ Իսկ մենք դրա փոխարեն անում ենք լուրջ կամքի դրսևորում ու այնպիսի տեղերում, այնպիսի ձևով ենք հայտնվում, որ ոչ մեկ իրեն այդպես չէր պատկերացնի։ Դա մեր համար, մեր գործողությունների ընդհանրապես մի մասն է, որովհետև մենք դրանից բացի նաև անում ենք քարոզարշավի մյուս գործողությունները եւս, դա կլինի թե թռուցիկ բաժանել, թե տարբեր տեղեր հարցազրույցների գնալ, դա կլինի թե մենք մեր պիկապը ունենք, ավտոբուսը ունենք, որոնք իդեպ տարբերվում են, չգիտեմ, տեսել եք ենթադրել։ Տեսել ենք ու ենթադրելի է, որ կոնկրետ տեխնոլոգիաներ են, որոնք մշակվում են կենտրոններից, ովքեր են մշակում։ Հա, դու երբ մտածում եք հեսա բանը, բացահայտեմ, որ մեր հետևում կանգնած է Նեթանյահուի մյուս խորհրդականը, բայց ցավոք սրտի ես նշեցի, որ մենք 50 միլիոն դրամ ենք կարացել գտնել այս ամբողջ գործողությունների համար։ Գտել ենք հետևյալ կերպ, մենք բացել ենք բոլորին դեմ եմ կայքը, որտեղ մարդիկ գրանցվել են ու մեզ ամսական բաժանորդագրվել են, ինչպես նաև մեր անդամներն են գումարներ փոխանցել։ Այո, մեր հաշվետվականությունը ի տարբերություն շատ քաղաքական ուժերի այնքան թափանցիկ է, որ մտնեք մեր Facebook-յան մեջ կտենաք, որ մենք ամեն ամիս հրապարակում ենք մեր ծախսերի եւ եկամուտների մասին տեղեկատվություն։ Այսինքն վստահեցնում եք, որ թե օրենքը ինչա պահանջում, որտեղ օրենքը պահանջում է ինչ-որ օր հրապարակել, դուք հիմա որ քաղաքական ուժերին դիմեք, իրանք մենակ ասելու են կամ գրեք շտաբից կարձագանքեն կամ վերջի օրով մի բան կհրապարակեն։ Պարոն Գյուղյան, այսինքն վստահեցնում եք, որ ձեր պրոյեկտի հետևում ուրիշ ուժերի ականջներ չկան, ուրիշ մարդկանց, որովհետև տեսակետներ կան, որ պրոյեկտ եք ինչ-որ չեմ շեղի, անուն չեմ տա, բայց ասում են չի բացառը, որ նաև իշխանական պրոյեկտին եք։ Մենք ի սկզբանե այդ խոսակցությունները շատ էին, երբ որ մենք սկսեցինք բոլորին դեմը, ինչ որ բայց հասկացանք, որ պետք է այդ կասկածները ցրենք եւ ցույց տվեցինք ովքեր են մեր հետևում կանգնած։ Դուք այսօր էլ տեսել եք։ Իրան ուրա գնաց։ Հա, մեր սուպերհերոսներն էին, ովքեր որ մեզ ուժ են տալիս, մենք էդի բերեցինք ցույց տվեցինք։ Մյուս քաղաքական ուժերի հետևում կանգնածներին ոնց որ ոչ մեկս չենք տեսել։ Մենք այնքան թափացինք ենք, որ չթողեցինք ընտրություններից մի քանի օր առաջ բացահայտեինք, այլ դեռևս չմեկնարկած պաշտոնական քարոզարշավի զգուշեք Սպայդերմենն է, ասեմ օգնի։ Հա, մենք հələ այդ ամեն ինչը չսկսած պաշտոնական, մենք մեր հետևում կանգնած ականջներ կասեք, ուժեր կասեք, թե սուպերհերոսներ, մենք ամեն ինչ ցույց ենք տվել, ուժի ցուցադրությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերը դրա մասին, ինչպես նաև շատ ավելի կարևոր է, որ մեր քաղաքացիները դրա մասին կարծում եմ արդեն տեղյակ են, ու իրանք հունիսի 7-ին կարծում եմ կգան ու կքվեարկեն բոլորին դեմը։ Քվեատերտիկ համար 2։ Մարզերում են արտադրություններ, ինչպիսին է տպավորությունը քաղաքացիների հետ կան մարզերում։ Մարզերում մենք տարբեր մարզերում արդեն եղել ենք ու շարունակելու ենք, իդեպ այս շաբաթ էլ գնալու ենք Աշտարակ, Աբովյան եւ Էջմիածին։ Մարզերում կարող եմ մի բան հստակ ասել, որ իմ աչքում տարբերվում է, մարդկանց հետ շփման ժամանակը շատ ավելի երկար է լինում, մարդիկ ավելի են պատրաստ քո հետ մտնել այդ խոսակցության մեջ Երևանում շատ դեպքերում լինում է դեպքեր, որ մերժում են այդ process-ը, բայց մենք այդ խնդիրը չունենք, Spider-Man-ին մեր հետ տանում ենք ու այդ մերժող չկա, որովհետև ոնց կարելի է մերժել Spider-Man-ին, դուք ոնց կմերժեիք, ես չեմ կարող։ Ավելին ասեմ, մեր թռուցիկներն էլ չգիտեմ դուք տեսել եք թե չէ, այնքանով է տարբերվում, որ իրա մյուս կողմում մենք ոչ թե գրել ենք մեր ծրագրերը, որոնք որ քաղաքացիները վերցնում են ու մոտակա աղբամանն են նետում, մենք կարևոր խորհուրդներ ենք գրել, ինչպես ազատվել, ասենք գինու հետքից եւ այլն, որ մարդիկ դրա վերցնեն, տանեն եւ իրենց համար օգտակար լինի։ Մենք սարքել ենք թռուցիկներ, որոնք օգտավետ են։ Իհարկե ChatGPT-ն մեր գործին խփում է, որովհետեւ այդ բոլոր հարցերի պատասխանները կարում են նաև այդտեղ գտնել, բայց դե ով գիտի, մի օր որ ինտերնետը անջատվի, մեր թռուցիկը կօգնի լիքը հարցեր լուծել։ Տեսեք, լեջի հետ կապված ուզում էի հարցնել, քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ այսօր սանիտարական մաքրման օրն է ու ամեն շաբաթ մեկ օր լինում է նման այդ աշխատանքի համար։ Արդյոք դուք տեղեկացել եք, հետաքրքրվել եք այսօր լճում ջուր լինելու է թե ոչ։ Մենք ստուգել էինք, քանի որ ակցիա ենք կազմակերպում, մենք ստուգել էինք
եկել էինք, ստուդիել էինք, նայել էինք այդ ամեն ինչը։ Ես չեմ ուզում գնահատական տալ, որ քաղաքապետարանը հատուկ դա հենց այսօր կազմակերպեց, բայց մյուս կողմից, ասենք նույն մեր ավտոբուսի հետ կապված չանգռել է, այդ վստահ եմ ես դա հայտարարում եմ, թող իրանք հակառակը փորձեն հայտարարել, ես համարյա վստահ եմ, որ իրանց մոտ չանգռողների բաժինն էր եկել արել, այս էլ երևի ջուր ծեծողների ենթաբաժինն է զբաղվել այսօրվա ակցիայով, մենք այդ ամեն դեպքում դրա հետ խնդիր չունենք, մենք ընդհանրապես չենք ընկճում, մենք հարցի լուծում կգնենք, եթե ճիշտ նավակը լիներ լճում, մենք հակառակ արեցինք, լիճը եղավ նավակի մեջ, նորմալ է, գնում ենք առաջ, մյուս ակցիաները էլի շարունակելու ենք պլանավորել, այստանից լավ տեսակ ակցիաներ կփորձենք անցկացնել ու կփորձենք այնպես անել, որ հնարավորինս զերծ մնանք կախվածություններից, փաստորեն ստացվեց, որ Կարապի լիճը կոնկրետ այս դեպքում կախվածություն ունենք լճի ակարդակից։ Դե նայեք, հիմա եթե պայմանական ընտրեինք Երևանյան լիճը ու այսօր բոլորով գնայինք պարզվեր, որ Երևանյան լիճը ցամաքել է, մի տեսակ կլիներ, կամ Սևանա լիճը աղետ կլիներ, ամեն դեպքում իսկ հիմա մեր ընտրությունը ճիշտ էր, որովհետև հնարինս քիչ վնաս տվեցինք մեր բնությանը։